Պարոն Ալեքսանդրյան, հիմա կրկին ձեզ օթյակ եմ բերել, դա եմ ուզում հասկանամ։ Ծնողներին կրկին օթյակ են ուղղորդել։ Ինչով է պայմանավորված, ներքևը դատարկ է, ինչն է խնդիրը, որ օթյակ են։ 152 տեղ է բանում ազգային ժողովում։ Չէ, 10 ծնող են մնացել, երևի տեղ չկա։ Եվ փորձում եք խնդրի հետ կապված հասկանալ ինչ է։ Ես հենց ասել եմ, դիմել եմ իրանց, բաղը ճշտենք, դե սպասում եմ ճշտեն, տեսնենք ինչ արձագանք կլինի։ Ծնողներից բոլորն են դժգոհ, պարոն Ալեքսանդրյան, որ օթյակում են, ներքևում չեն, որ իրենց կոնկրետ հարցադրումներն ուղղեն։ Դե բարձ չէ, որ ավելի հարմար չի, որ ներքև լրնեն։ Ինչ որ հարցից է հարց կառաջանա, ծնող են, հիմա կարող է հարց չունենան, բայց հարցից հարց բացվավ, ինչի՞ չէ ծնող են, ինչ որ բան կառաջարկվի։ Օրինակ մեկը ես ունեմ հարց։ Եվ օթյակից հնարավորություն չեք ունենա հարց ուղղել։ Չէ, բացառում է, օթյակից ոնց կարամ ես։ Պարոն Ալեքսանդրյան, խոստացել են, որ խնդիրը կկարգավորեն, դուք իջնեք նիստերի դարից։ Ճշտենք, ես չեմ կարող ասել խոստացել են, ասինքն ճշտենք։ Ինչ իմանանք, իրանց խոստումը կլինի թե չէ, կամ Շատ բարի, շնորհակալ եմ շատ, մենք կհետևենք, էլի ազգային ժողովում ենք, տեսնենք արդյունքը ինչ կլինի։ Ես